Սա առաջի քայլն էր, որի մասին խոսել էինք նոր միջև դա։ Մենք սկսում ենք կառավարության որոշումը եղավ, հենց հաստատվեց կայքում կտեղակայենք, թե որ լիզինգային ընկերություններին կարող են դիմել հայտատուները, որ մատակարարներին կարող են դիմել եւ ցանկացած հարցով գյուղնախարարության դիմել, որպեսզի մենք աջակցենք, որ պահանջարկը բավարարենք։ Իհարկե սա այն ամբողջ գումարը չի, որ կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկի իրականությունը եւ ըստ այդմ կշարժվենք։ Բացի դրանից մոտ 2.2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային ծրագրով։ Պետության կողմից մոտ 120 միլիոն դրամ կսուբսիդավորման կուղղվի։ Բացի դրանից նաեւ հիմա քննարկում ենք ծրագիրը կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու եւ ծառայություն մատուցելու այն փոքր տնտեսություններին, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելը։ Ասեք, ինչ է ենթադրում այդ լիզինգը, ո՞նց է տրվում տեխնիկան յուղացում, ինչ ունևորները, ինչպես կարող են օգտվել։ Ուրեմն, ունևորը 20% կանխավճար է վճարում, իր վարկունակությունը հիմնավորում է, դիմում է տվյալ լիզինգային ընկերությանը եւ գնում է կատարում։ Չունևորի համար ինքը դիմում է ծառայություն ստանալու այն ունևորներին, որոնք ունեն տրակտոր եւ կարող են այդ ծառայությունը մատուցել։ Ծառայությունը վճարովի են տալու, թե Դե այդ արդեն շուկայական հարաբերություն է, կլինեն ընկերություններ, որոնք ունեն մի քանի գյուղտեխնիկա կամ մեկ, որով ծառայություն կմատուցեն, եւ կլինեն ընկերություններ, որոնք չունեն գյուղտեխնիկա եւ այդ ծառայությունը կգնեն։